Տաղանդավոր և սիրված դերասանուհի Անի Քոչարյանը այս շրջանում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալում։ Դերասանուհու հարցազրույցներից մեկը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Անի, ասում են տղամարդն իր կյանքում 3 բան պիտի անի՝ տուն կառուցի, ծառ տնկի ու զավակ ունենա։ Իսկ կինը ինչ պետք է անի։ Կինը պետք է այդ ամենը պահպանի։ Ներկայացումներից առաջ եք ավելի հուզվում, թե հետո։ Բնականաբար ներկայացումներից առաջ, հետո թուլանալու ժամանակն է։ Ինչ նպատակներ ու երազանքներ ունեք ձեր զավակների հետ կապված։ Միայն մեկ՝ առողջ լինեն ու խաղաղ երկնքի տակ ապրեն, ինչպես եւ բոլոր զավակները։ Քննել զննելով եք կատարել ձեր կյանքի ընկերոջ ընտրությունը, թե կուրորեն սիրելով։ Եթե սիրում են, ոչ քնում են, ոչ էլ զննում։ Որպես երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի կյանքում էլ միշտ ուրախ զվարթ եք կատակախոս։ Իհարկե ուրախ մարդ եմ, շփվող, համենայն դեպս ոչ պարփակված։ Չարին չկամությամբ, թե բարությամբ ու կամեցողությամբ եք պատասխանում, թե միմիայն այդպես եմ պատասխանում, հավատացած լինելով, որ չարին հակված մարդուն միայն այդպես կարելի է փոխել։ Անախորժությունները հեշտ եք մոռացության տալիս։ Այո, գիտակցում եմ, որ հակառակ դեպքում ինձ կվնասեմ։ Րոպեները չկորցնելն առանձնահատուկ եք կարևորում։ Ես չեմ վազում րոպեների հետևից, ինչու վազել, եթե մի բան քոնն է, ինքն իրեն կհասնի քեզ ու կդառնա քոնը։ 7-նորյակի որ օրն է ձեզ համար ավելի հաջողակ ու սիրելի։ Այդպիսի կոնկրետ օր չունեմ, բայց երևի շաբաթվա 7-րդ օրն առանձնացնեմ, որովհետև կարող ենք ասել փառք Տիրոջը, ապրեցինք 7 օր ևս։ Ազգային ծիսական տոները պատշաճորեն նշելու դրվածք ձեր ընտանիքում կա։ Հիմնականում նշում ենք քրիստոնեական տոները, հատկապես սիրում եմ Սուրբ Ծննդյան և Հարության տոները։ Ներքուստ մտածածը միշտ է, որ լույս աշխարհ եք հանում, թե երբեմն էլ պահում եք ներսում։ Պահել չեմ սիրում եմ ամեն բան լույս աշխարհ հանել։ Եթե ինձ ինչ-որ բան դուր չի գալիս, անպայման բարձրաձայնում եմ ու անցնում գնում եմ։